Արստան ջան, ինչ է Ստեփան Սամվելյանի հետ կապված ինչ խնդիրներ են առաջացել։ Նախ շնորհակալություն, որ եկաք այս հարցը լուսաբանելու համար։ Մենք գտնվում ենք Հայաստանի Հանրապետության դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի առջև։ Իդեպ այս քրեակատարողական հիմնարկի վերաբերյալ առկա է միջազգային զեկույց, որ սա չի համապատասխանում հիվանդանոցային պայմաններին եւ ընդհանրապես քրեակատարողական հիմնարկի պայմաններին, եւ նա շուտապույտ պետք է փակվի, նման զեկույց կա համապատասխան միջազգային մոնիտորինգ իրականացնող մասնագիտացված կառույցի կողմից, CPD-ի կողմից։ Այդ զեկույցը հրապարակվել է, զեկույցի վերաբերյալ այս կառավարությունը ինչ-որ հաշվետվություն է ներկայացրել, նաև որոշում է ընդունել, որ պետք է այս քրեակատարողական հիմնարկը ինչ-որ նախագիծ է մշակել, դրել է քննարկման, որ պետք է մինչև դեկտեմբերի 31-ը։ Հիմա այստեղ պահվում է Ստեփան Սամվելյանը, արդեն երկար ժամանակ է պահվում է այստեղ, որը հիմնարկ չէ, այսինքն ստանդարտներին համապատասխան ոչ քրեակատարողական հիմնարկը, ոչ հիվանդանոցը, պահվում է ծանր հիվանդ Ստեփան Սամվելյանը, ում կալանքի ժամկետը 3 ամսով եւս երկարացրեցին։ Հիմա ես ձեզ պետք է ցույց տամ այն դուրսգրման պատմագիրը, որը տրվել էր Ստեփան Սամվելյանին, երբ նա բուժվել էր մինչև կալանավորումը հիվանդանոցում, դա դուրս է գրվել նա հունիս ամսվա ավարտին եւ երիկամային անբավարարություն, իհարկե իշիմիկ հիվանդություն, այդ ամեն ինչը կա, բայց երիկամային անբավարարություն 4-րդ աստիճան, իսկ այս պահի դրությամբ մենք ունենք արդեն օգոստոսի 26-ի տվյալը, այսինքն այդ տարեթվից ամսաթվից 2 ամիս անց ունենք արդեն երիկամային անբավարարություն 5-րդ փուլ ուրեմիա, որը պարտադիր ասում է, որ մարդը պետք է ստանա երիկամա փոխարինող բուժ օգնություն, որը դիալիզն է կամ ես չգիտեմ ինչն է։ Այս մարդուն այսօրվանից օգոստոսի 26-ից 28-ից, որը իրենք են ասել այս մասին, այսինքն նույնիսկ օգոստոսի 20-ից այդ բուժօգնությունը չի տրամադրվում։ Եվ այդ բուժօգնությունը չի տրամադրվում հատուկ, որպեսզի հասնեն նրան, որպեսզի մարդու սիրտը կանգ առնի կամ այլ մի օրգան շարքից դուրս գա եւ այլևս մարդը չկարողանա շարունակել ապրել։ Սա է ամբողջ այս պատմությունը։ Հիմա ով է մեղավոր այս պատմության նախապատրաստում չէ, ուղղակի սպանության կատարման մասին, որը այս ձևով է ընթանում։ Սա դիտավորյալ սպանություն է, նպատակը մի քանիսն են։ Մեկը նոր մի քիչ առաջ մենք վերլուծում ենք ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում, հատկապես այսօրվա գիշերվա նաև սպանությունները։ Առաջնահերթ վախի մթնոլորտ, ով որ կխոսի, ով որ կդիմա խոսի, ով որ կփայքարի իր իրավունքների համար, ով որ կցանկանա լինել ոչ այսպես կոչված այդ որ ասում էր, չէ, հաղթողի կամ չգիտեմ ինչի այդ որ իր գրքի մեջ գրել էր, չէ, այդ 3 տարանոց անձանց բանակում ով չի ցանկանա լինել, ապա այդ մարդիկ պիտի պատժվեն։ Սա է ամբողջ տրամաբանությունը, փիլիսոփայությունը, վախի մթնոլորտ տարածել, կամ դուք լինում եք 3 տարանոց այդ մարդկանց այդ խմբակի կազմի մեջ, հլուհոնազանց ծառայում եք այդ խմբակին, խոնարհվում եք եւ ընդունում եք այդ խմբակի այսպես կոչված կրոնը, կրոն չի դա, իհարկե այսպես կոչված եմ ասում, կամ ընդունում եք, կամ էլ արժանանաք այսպիսի ճակատագրին, այսինքն կլինեք ծայրահեղ հիվանդության մեջ գտնվող մարդ, ձեր նկատմամբ կհարուցվի շինցու քրեական գործ, այդ շինցու քրեական գործը իրենց լրատվամիջոցներով կփորձեն ուռճացնել, այդ իրենց քարոզչական մեքենայով կփորձեն հաստատել, որ իբրև թե նման ինչ-որ մի շինցու քրեական գործ իրականում գոյություն ունի, բայց բնության մեջ եւ ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ, որովհետեւ այսպիսի ծանր հիվանդ մարդը, որը տեղաշարժվում է ոչ ինքնուրույն, արդեն ինքը ինքնուրույն չի տեղաշարժվում։ Ես հիմա կպատմեմ, որովհետեւ հենց նոր եմ դուրս եկել իր մոտից, կպատմեմ իր վիճակի մասին եւս։ Այսինքն վախի մթնոլորտ 1, ովքեր ունեցել են իրար հետ նախկինում ինչ որ հաշիվներ,
կապված տնտեսական գումարային եւ նաեւ ունեցվածքի հետ կապված, այդ բոլորը ովքեր գնում են ընդունում են այդ 3 տարանոցների կրոնը, նրանք դառնում են իրենց արդեն վստահելի եւ նրանց տրվում է իրավական այլ աջակցություններ, բոլոր տեսակի աջակցություններ, բոլոր իշխանական մարմինների կողմից աջակցություններ, գնացեք այդ ում որ ունեիք նախկինում, դրանցից այո ուզում եք ձեր թշնամությունը, այսինքն ձեր նախկին այդ վեճերից ծագած բոլոր հարցերը կարող եք լուծել հենց այսօր։ Այսինքն այսը երկրորդ հիմքն եմ ես ձեզ ներկայացնում։ Եվ բացի այդ մենք ունենք նաև մի հասարակություն, որտեղ եւ նաև իշխանություն, որտեղ ընդգրկված են այնպիսի վարժեցված անձիկ եւ ժամանակին երբ խոսվում էր որ կանանց դերը պետք է մեծ լինի քաղաքականության մեջ, կանայք պետք է որոշում կայացնելու հնարավորություններ եւ իրավունք ունենան, բայց հիմա մենք գիտեք ինչ հակառակը չէ, այսինքն մենք հիմա հասկանում ենք որ այն կանայք, դուք պատկերացրեք քանի կարևոր ղեկավար կազմի մեջ են ընդգրկված կանայք, դրանք նախարարներ են, առողջապահության նախարար, արդարադատության նախարար, ներքին գործերի նախարար, հիմա եկա արդեն գլխավոր դատախազ, մարդու իրավունքների պաշտպան։ Հիմա երեք ես մի կնոջ էլ հանդիպեցի, ով պարզվում է ինչ-որ պետական խորհրդական է, չգիտեմ ով է, եւ լրագրող է, այս կինը երեք բավականին ագրեսիվ վարքագիծ դրսևորեց իմ նկատմամբ եւ պարզվում է ես հիմա հասկանում եմ այդ պետական խորհրդականը հավանաբար այդ կինն է, որ այս երիտասարդներին, այսինքն երիտասարդ այդ կանանց, ովքեր այսօր պաշտոններ են ստանձնել, այդ կանանց ինքը խորհուրդներ է հավանաբար տալիս, որովհետեւ այս ագրեսիան, այս ամմարտկայնությունը, այս խայտառակ դրսևորումները, որ եթե դա պետական խորհրդատու է ինչ-որ նման ինչ-որ կարգավիճակ ունի եւ լրագրող է եւ այս լրագրողին, այսինքն նա գտնվում էր դատարանի դահլիճում, ես այս փաստաթղթերը դատարանին եմ ներկայացրել։ Նույն այս փաստաթղթերի մեջ որ գրված է, ես չեմ գրել, երիկամային անբավարարություն տերմինալ փուլ, դա նշանակում է, որ կառավարության որոշման համաձայն այս մարդիկ չպետք է գտնվեն կալանավայրում, որտեղ անհամատեղելի է մի քանի գլուխներով այդ հիվանդություններով, որը տարապում է Սամվելյանը, բացարձակ անհամատեղելի է։ Սա գրված է։ Հիմա այս հերիք չէ, որ բացարձակ անհամատեղելի են, բացի այդ, իրենք ասում են, որ այս պահին դիալիզ պետք չէ, բայց եթե այս պահին այս մարդուն այդ դիալիզը պետք չէ, ինչով եք դուք դա փոխարինում, ինչ բուժում է ստանում։ Հիմա ես այս պահի դրությամբ ունեմ պաշտպանյալ, ում տեսել եմ 2 ամիս շարունակ եւ այսօր ես արձանագրում եմ, արդեն մի քանի օր է, որ ես արձանագրում եմ, նրա մոտ դող, ինչից է դա, այսինքն դողի այդ արկայությունը դա ինձ համար նորություն է։ Նաեւ արդեն մոտավորապես 10 քանի օր ինքը բողոքում է ուշագնացությունից։ Սա ինչ երևույթ է եւ դրա դեմը ինչ է տրամադրվում եւ ինչու չի այս մարդը գտնվում ստացիոնար բուժ հաստատությունում։ Ամսի 16-ի պլյուս 17-ին ինքը կտրուկ առողջական վիճակը վատացել է։ Ես չգիտեմ սրտի կանգ է ունեցել, թե ինչ է ունեցել, համենայն դեպս ուշագնացություն է ունեցել է բարձր զարկերակային ճնշում, ստիպված են եղել հրավիրել շտապօգնություն, տարել են Էրեբունիում չեն ընդունել, տարել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որից հետո չեն ցանկացել պահել Ստեփան Սամվելյանին, էլի բերել են այստեղ։ Չափազանց այո, ես չգիտեմ, համենայն դեպս հիվանդանոցը իրեն այնտեղ չի պահել, բերել են այստեղ։ Իրենք ասում են մենք պահում ենք իրեն հիվանդանոցում։ Այսինքն սա իրենց համար հիվանդանոց է, որտեղ չկա նեֆրոլոգ, կարդիոլոգ, էնդոկրինոլոգ, այլ բժշկական սպասարկումներ գոյություն չունի այստեղ, որովհետև եթե գոյություն ունենա մարդը վատանում է, շտապօգնությամբ են տեղափոխվում։ Այսինքն սա հասկանալի է, որ հիվանդանոց չէ, սա ես չգիտեմ ինչ է։ Եվ այդ մասին իրենք գիտեն, այսինքն ինչի փակելու փոխարեն ստեղ բերել են ծանր հիվանդ Սամվելյանին։ Հիմա տեսեք, այս ամեն ինչը գումարվել է արդեն,
Եվ ես տեսնում եմ հյուծված, մոտավորապես հավանաբար ես կարող եմ ասել 10 կիլոգրամ քաշը արդեն պակասել է Ստեփան Սամվելյանի։ Ինքը երիտասարդ մարդ է, 1961 թվականի ծնված, բայց հիմա որ մեկ-մեկ տեսնում եմ իրան ինչքան է փոքրացել, այն փոքրիկ պապիկի նման քրտինքը ինչով է պայմանավորված, պարբերաբար որ ես իրեն տեսնում եմ մեկ է ահավոր քրտնած, այդ ինչ է դա նշանակում։ Ես չգիտեմ դա ջերմությունն է, թե ինչով է պայմանավորված։ Խոսքը շատ վատ վիճակում է, ընդհուպ մինչև նաև գիտակցության հետ կապված, որովհետև բարբերաբար մոռանում է եւ օրինակ ճիշտ չի կարող ասել, թե ով իրեն ինչ թուղթ բերեց, ինչի համար բերեց, ով էր։ Այս բայդրությամբ ինքը չունի ակնոց։ Ես խնդրել ենք, որ ակնոցներ տրամադրեն, մինչև հիմա ակնոց չեն տրամադրել։ Ինքնուրույն ինքը չի կարողանում նույնիսկ հագնվի, որովհետև դժվարանում ձեռք բարձրացնելուց դժվարանում է այս մարդը։ Ինքնուրույն տուալետ գնալը հնարավոր չէ, տուալետը հեռու է գտնվում, իրեն պետք է ուղեկցեն դեպի տուալետ։ Ինքնուրույն հիգիենայի հարցը լուծել չի կարողանում, իրեն օգնում են, ովքեր այնտեղ, այսինքն բարի կամեցող մարդիկ, ամեն մեկը չի որ կգա հիգիենա կօգնի, որպեսզի հիվանդ մարդը այդ հիգիենան կարողանա կազմակերպել։ Այսինքն մենք այստեղ ունենք ծայրահեղ հիվանդ խնամքի կարիք ունեցող մարդ, որը պետք է նաև նորմալ սնվի եւ ինքը քաղցած է մնում։ Մենք ունենք փաստացի դասական ուղակի խոշտանգման երևույթ, որը կատարվում է, պատկերացրեք, ղեկավար կանանց անգործության ուղակի դրսևորման միջոցով։ Հիմա ինչ է չեմ կարող ասել։ Հիմա տեսեք, նախ բողոքները ներկայացված են։ Այս պահի դրությամբ պահանջ է ներկայացվել, որպեսզի իրեն տեղափոխեն, քանի որ դա իր իրավունքն է, եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, եւ միջազգային իրավունքով, եւ նաեւ քրեական դատավարության օրենսգրքով, եւ կալանավորվածների եւ ձերբակալվածների մասին օրենքով ստանալ բուժ օգնություն իր կողմից նշված բուժ հաստատության եւ բժիշկների կողմից։ Մենք նշել ենք, որ հիվանդանոցն է, մենք նշել ենք, որ դա բուժ օգնության նաեւ ծախսերը կստանձնենք մենք, այսինքն պարոն Սամվելյանի համար մարդիկ կան, որը կտրամադրեն այդ գումարը, մենք դա նշել ենք, մենք հիմա դա ենք պահանջում առաջնահերթ։ Իհարկե բողոքարկումները մեր մնացած ընթացակարգերով, այդ թվում երեկվա այդ ակնհայտ անարդարացի ակտի հետ կապված, դրանք բոլորը իրավական ընթացակարգերը մենք սպառելու ենք, բայց այս պահի դրությամբ սա է, որ մարդը, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, պետք է տեղափոխվի այն հիվանդանոց, որը ինքը ցանկանում է։ Սա են կանելու։ Դուք նաև խոսեցիք կանանց մասին, մենք կարող ենք ականատես լինել, որ անցած դատական նիստին եկել էին Արամ Զավենի Սարգսյանի թիմակիցները եւ ակնհայտ սադրանք էին իրագործում։ Տեսեք, այո, սադրիչներից երեք եկել էին ոչ միայն կանայք, այլ նաև տղամարդիկ, եւ այդ սադրիչները պարզվում է նաև ներկայացված են Երևանի քաղաքապետարանում, այսինքն այսօր որ մենք տեսնում ենք Երևանի պատկերը, մենք այսինքն տեսնում ենք, որ այլևս մեր են հայկական դիմագիծը մեզանից ոնց են, չէ, գողանում տանում, այսինքն բերում են, չգիտեմ, ինչ տեսակի դիմագիծ, եւ այդ մարդիկ, ովքեր ներկայացված են Երևանի քաղաքապետարանում, երեք դալիճում էին եկել, ներկայացված էին եւ բավականին ագրեսիվ նաեւ վարքագիծ դրսևորեցին, այդ թվում նաեւ իմ նկատմամբ եւ այդ թվում նաեւ ես այդ իմունիտետը, այսպես ասած, ունեմ, բայց իմ պաշտպանյալի նկատմամբ, ով ծայրահեղ հիվանդ վիճակում է գտնվում, եւ նրա նկատմամբ նրան ծաղրելը եւ կասկածի տակ դնելը ընդհանրապես հիվանդությունը եւ ինչ որ մեջ բերել է կեղծ շինցու քրական գործից, այն էլ խոսել ինչ որ խուզարկության մասին, որ դուք երևի տեսել եք այդ խուզարկության տեսանցայնությունը, որը կատարվել է բացարձակ հրադատավարական նորմերի խախտումներով, այսինքն այդ ինչ որ իրանք են տարել տեղադրել, իրանք են հանում են իրենց կեղտոտ ձեռքերով, կներեք այդ բառի համար, որովհետեւ ոչ ձեռնոց կար, ոչ պաշտպանիչ կար, ոչ երևում էր, թե ինչպես են արգրավում, ինչպես են տեղադրում ինչ որ մի փաթեթի մեջ, այսինքն բոլոր ընթացակարգերը խախտված, իրենք բերել են, իրենք տեղադրել են, իրենք հանել են,
այդ հիվանդ, ծայրահեղ հիվանդության մեջ գտնվող մարդուն, իդեպ ես ծանոթ չեմ եղել նման հիվանդության, այսինքն այս երիկամային սուր անբավարարություն, բայց պարզվում է երիկամային սուր անբավարարություն 4-րդ, 5-րդ այս աստիճանի դեպքում, երբ կալիումը բարձրանում է եւ այդ կրեատինինն է բարձրանում, պարզվում է մարդու մոտ նաեւ գիտակցությունն է խանգարվում։ Բացի այդ, նա ստացել է նաեւ ինսուլտ, որը նույնպես բերում է մարդու եւ հիշողության եւ կոգնիտիվ պատասխանատու այդ գործիքների նաեւ խանգարման։ Մենք հիմա այսպիսի պատկեր ունենք եւ այս մարդուն այդ խոցելի վիճակում, որ դեղերը դրված են սեղանին, քննիչը պարտավոր է այդ ընթացակարգերն են դատաբարական բժիշկ հրավիրել, Դե ուզում ասել, բժիշկ յուրեկցիան, բա ոչ, այս ծանր հիվանդ մարդուն ոչ բժիշկ կա, ոչ խնամող կա։ Այսինքն, այս դրանք ակնհայտորեն դրանք պետք է պահպանված լինեին, որովհետև այս մարդը ոչ միայն այս հիվանդությունները ունեն, նաև ինվալիդ է։ Այսինքն նա ունի հաշմանդամության կարգ։ Այս ոչ մի բանը հաշվի չի առնվել։ Ուզում են ասեն հիվանդ մարդուն, որ նստացնում են, որ նախապես վախեցնում են, որովհետև նույն այդ տեսաձայնագրության մեջ, որ եկել են խուզարկության, չի երևում այդ ածը եւ այլն քնիչը ոնց են հայտնվում իրասենյակում։ Այսինքն այդ նույնիսկ այդ մասը չեն ապահովել։ Հասկացանք, մարդիկ կան անգրագետ են, բայց մենք անգրագետ չենք։ Այսինքն այդ ձեռք բերված այսպես կոչված նռնակը, որ իրենք տարետեղադրել են, այդ նույն ԱԱԾ-ին, որ Արամ Սարգսյանը շնորհակալություն էր հայտնում, այդ նույն ԱԱԾ-ն պետք է պատասխան տա, որ ոնց են այդ տարետեղադրել եւ ընդհանրապես այդ քնիչը ոնց է դա հայտնաբերել, այսինքն ակնհայտ խախտումներով կատարված խուզարկություն եւ ձեռք բերված այսպես կոչված ապացույցը խոսում է այն մասին, որ ամեն ինչ ուղղակի շինծու է, բացի այդ, ասում է ձայնագրություններ կան, ձայնագրությունների մեջ գրված է, որ Ստեփան Սամվելյանը խոսել է մի տիկնոջ հետ եւ հայոյել է ում Արամ Սարգսյանին, իր իրավունքն է հայոյել Արամ Սարգսյանին, ուզեք կիսեք այդ գործողությունը համաձայնվեք դրա հետ, մի համաձայնվեք եւ ասել է, որ այո, ես լավ ռեմոնտ կանեմ Արամ Սարգսյանի ինչ-որ գրասենյակը եւ այլն, եւ դա վերագրել որպես սպանության փորձ եւ այդ նռնակը, որը իրենք են դրել եւ ասել, որ նռնակ, այսինքն ապոլինի զենք է ձեռք բերել, որտեղ չի էլ ասում, որ այդ զենք, այդ նռնակը ինչի համար է։ Այսինքն այսպիսի կեղծ շինծու մեղադրանքով, իդեպ այդ նախապատրաստումը, որ գրել են իրենք, այդ գաղտնալսումները, որ արել են, այդ մի հեռախոսազրույցն է, դա է կատարվել է արդեն երբ Ստեփան Սամվելյանը այսպիսի ծայրահեղ վիճակում է գտնվում։ Այսինքն այս մարդը ինսուլտ, ինֆարկտ, ամեն ինչ տարած, այդ դրանից հետո երկար ժամանակ հանրապետական հիվանդանոցում բուժում ստանալու պայմաններում ինքը նախապատրաստել է Արամ Սարգսյանի, ինչ որ իրենք սկզբից ուզեցել են դնել ոչ միայն Արամ Սարգսյանի դեմ ուղղված, այլ նաև Արտակ Զեյնալյանի, ինչ որ մեկի էլ Արմեն Սարգսյանի որդու հետ կապված, բայց տեսել են, որ այս կարկատանը հնարավոր չի, ավելի է ծիծաղելի դառնալու, ուղղակի մի հատ մնացել է այն սկզբնամասում մեղադրական եզրակացության Արտակ Զեյնալյանի ինչ որ սահմանադրական դատարան է գնացել, այդ մոտակայքում է եղել, զանգահարել է, պատկերացնում եք, հիվանդ մարդը եթե գնա նույնիսկ սահմանադրական դատարան ինչ որ մեկին զանգի, դա ոնց կարող է դիտել որպես ինչ որ սպանության փորձ, հետո հասկացել են, որ այս մեկը չի ստացվելու, էդի հանել են, դրել են այդ երկու պահը, այն Արամը քանի որ շատ էր ցանկանում, որ իր նկատմամբ ինչ որ մի հատ տենց մի բան տեղի ունեցած լինի։ Նաև դա այսպիսի տեսակ է, որ Արամ Զաղենի Սարգսյանը ուզում է Ամերիկայի դեսպանին ցույց տալ, որ նա այսպիսի կարևոր անձ է, որ նրա նկատմամբ նույնիսկ ուզում է։ Դե հիմա ակնհայտորեն երևում է, որ ինքը ուզում է ընդգծել իր կարևորությունը։ Հիմա լավ, անդրադառնամ Արտակ Զեյնալյանին, ով այս կուսակցության, այդ Արամ Սարգսյանի կուսակցության անդամն է եղել, հիմա իբրև թե այլևս անդամը չէ, եւ բժիշկ է, եւ իրավաբան։
Արտակ Զեյնալյան, հիմա ես կարդամ այս մարդու բանը, մի մասն եմ կարդում, տեսեք ստեղ շատ է գրված հիվանդությունները, ես հրապարակել եմ, որպեսզի ժամանակը երիկամային քրոնիկ հիվանդություն, փուլ 5 քրոնիկ ուրեմիա։ Արտակ Զեյնալյան, դուք բժիշկ եք, ձեր տիկինն էլ է բժիշկ, ձեզ շատ լավ ճանաչում եմ, բացի նրանից, որ Արտակ Զեյնալյանը բժիշկ է մասնագիտությամբ, ունի երկրորդ մասնագիտությունը, իրավաբան է։ Բազմաթիվ բողոքներ է ներկայացրել։ Ես գնահատում եմ դրական եւ բարձր իր իրավաբանության մեջ ձեռք բերված գիտելիքները, ընդունն է երիկամային անբավարարություն, որը Հայաստանի Հանրապետության կառավարության 18 որոշմամբ 53-րդ կետի բացարձակ անհամատեղելի է կալանքի հետ։ Բա մի հատ այդ քո Արամ Զավենի Սարգսյանին չես կարող ասել, որ այս մարդու այս հիվանդությունը, սա նորություն չի, սա մարդը չի կարող մի օրում ստանալ, քրոնիկ է։ Այսինքն այս հիվանդ մարդը, որ հազիվ քայլում է, չէր կարող գալ, ոչ ինձ սպանել, ոչ քեզ սպանել, որ ինչ որ ոչ է մեկին սպանել, որովհետև այս մարդու ամեն ինչը բավականին այս հիվանդությամբ սահմանափակված է։ Այսինքն դու այսքան բանը չես կարողանում բացատրել Արամ Զավենի Սարգսյանին, որ հասկացա, նա այդքան գրագիտություն չունի ոչ բժշկության մեջ, ոչ իրավաբանության մեջ, ոչ է մարդկայինով է մարդ, որովհետև իր նույն գյուղացին է, նույն այդ արարացիների շրջանում սենց բան կարել, այս ձեր գյուղացիները, այս ինչ մակարդակի մարդիկ են։ Այսինքն ձեր մոտ ընդհանրապես մարդկություն, բարեկամություն, չգիտեմ, մարդու նկատմամբ կարեկցանք, գոյություն չունի, այսինքն դուք ուզում եք ասեք, որ այս կարգի հիվանդ մարդը, ձեր գյուղացին, մյուս գյուղացուն կարող է մի բան անել, անով լիներ կարվեր, ինչի պետք է այս մարդը այսպիսի հիվանդ վիճակում, որը կյանքի եւ մահվան մեջ է այսօր, մենք այդ վիճակի մեջ ենք, ես դրանից եմ նաեւ շատ ինձ որպես մարդ վատ զգում, որովհետեւ սա արդեն մենք անցնում ենք մի այնպիսի սահման, որը անթույլատրելի է։ Հետևաբար այս սահմանները, որ անցնում ենք, հիմա կասենք հազարավոր մարդկանց սպանեցին։ Ամեն մեկս երբ առնչվում ենք նման մի դեպքի հետ, մենք պարտավոր ենք, մենք ինքներս էլ մեր վերաբերմունքը ցույց տանք անհանդուրժող վերաբերմունք։ Այսինքն դու բժիշկ լինելով եք բացատրի Արամ Զավենի Սարգսյանին, ով այդքան ոչ գիտելիք ունի, ոչ խելք ունի, ոչ է մարդկություն, այսինքն մարդկային ոգի է չունի։ Բացատրի, որ էսի հնարավոր չի։ Սա միգուցե դու քո մասով ես բացատրել, ասել ես ինձ հանեք այդ ցուցակից, ես չեմ կարող լինել տուժող։ Միգուցե քո մասով բացատրել ես, բայց Արամի մասով է բացատրի, դա հնարավոր չէ։ Այսքանը եթե հարցեր ունեք։ Եվ նաև կուզեի խոսենք այսօր գիշերվա դեպքի մասին, երբ որ սպանեցին Վոլոդյա Գրիգորյանին, սա եւս մեկ դեպք է, որ այս իշխանությունը միայն զբաղված է մարդկանց սպանելով եւ նաեւ գիշերը Սանկտ Պետերբուրգի հայկական հիպատոսարանում ասում են ինքնասպանություն է գործել Բորիս Այվազյանը։ Գիտեք, սա լավ հիշեցի, պետք է հիմա նաեւ մեջ բերեմ, որ այս դասական սպանությունները, որը կալանավորված մարդկանց նկատմամբ է տեղի ունենում, եկեք չմոռանանք հաց բերողին, դա հենց ինստիտուցիոնալ սպանություններ, մի կառավարական մարմինը, մյուս կառավարական մարմնի վրա գցելով, ոնց որ հիմա անում են Ստեփան Սամվելյանի եւ ոնց որ արեցին պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հետ։ Այսինքն սրանք կազմակերպված սպանություններ են եւ հիշում եք Արմենի խոսքերը, սրան հանենք, որ մարդ չմեռնի։ Այսինքն մենք հասկանում ենք, որ այս մահ իշխանությունը այսօր համատարած իր այսպես ասենք առաքելությունը դա է։ Այսինքն համատարած ես այսօր մի հայտարարությամբ եմ հանդես եկել, որտեղ նշել եմ, որ այս իշխանությունը եւ մարդկության դեմ է գործում, եւ հենց մարդու կյանքի դեմ է գործում։ Ինքը զուգահեռաբար իր ֆունկցիան առաքելությունը դա է։ Եթե մենք նախկին իշխանություններում ունենում ենք հազվադեպ դեպքեր այս ձևի, այսինքն կար բանակում սպանություններ, հացբերողն է եղել, այլ բաներ ենք մենք տեսել, բայց սա ինքը ինստիտուցիոնալ, այսինքն ամեն դծակները ներառելով անում են եւ ցեղասպանություն եւ մարդու կյանքի դեմ ուղված, այսինքն հանցագործություններ, սպանություններ։ Այս տիրույթում մենք ամեն ինչը պետք է դիտարկենք։
այդ նույն այսօրվա գիշերվա սպանությունները մարդկուն գիտեք ամբողջը կամերա է հիմա տեսեք 1 2 3 4 5 այտենց մի կտոր հատված գոյություն չունի այսօր հատկապես երբ համայնքի ղեկավար է ինքը հասկանալով որ ընդդիմության ներկայացուցիչն է առավել եւս իր ամբողջ տարածքը տեսախցիկներով պատած կլիներ 1 վայրկյանում այդ ով որ կատարել է այդ սպանությունները 1 վայրկյանում ավել պետք չէ այդ նույն Արփինե Սարգսյան նույն դատախազ Աննա Բարթապետյան եւ այլն 1 վայրկյանում իրենց հայտնի է ով է կատարել հիմա որ չեն հնչեցնում այդ անունը չեն ասում ում են կալանավորել արդեն իսկ կալանավորած պետք է լինեին, որովհետև մոտավորապես հիմա ես կասեմ, եթե 23-50-ի սահմանում են իրենք հայտնում, այսինքն մենք արդեն ունենք շուրջ 18 ժամ արդեն անցել է եւ 18 ժամվա մեջ կարող էին այդ անձին, ով որ կատարել էր ձերբակալեին, տանեին դատարան, դատարանը տար կալանքի որոշում, արդեն այդտեղ եւ այդ կալանավորը պետք է հայտնվեր համապատասխան արմավի քրեակատարողական հիմնարկում, կալանավորն է կամ կալանավորներն են էական չի, չեն արել, ուրեմն իրենք են, ուրեմն հաստատվում է, որ սա իրենց նորից էլի եմ ասում, էլի այդ ինստիտուցիոնալ սպանության շարքի մեջ է մտնում։ Ստացվում է, որ իրեն կարողանում են գաղտնալ ասեն սովորական հաշմանդամություն ունեցող քաղաքացու Ստեփան Սամվելյանի հեռախոսը, իսկ չեն կարողանում ինչ-որ մարդասպանների։ Դե հիմա տեսեք, Ստեփան Սամվելյանի համար մտել են դատարան, գաղտնալսում են վերցրել, խուզարկության որոշում են վերցրել, գնացել են իրանք են տեղադրել, չգիտեմ ինչ են արել։ Հիմա Ստեփան Սամվելյանի այս ծայրահեղ հիվանդ վիճակում գտնվող մարդուն, որ անգիր գիտեն, որ ծայրահեղ հիվանդ է, իրենք են, այսինքն նախապատրաստման փուլի ժամանակ մարդը գտնվել է հանրապետական հիվանդանոցում քրոնիկ երիկամային անբավարարություն եւ դուրս է գրվել 4-րդ փուլում որոշ չափով ինչ որ բարելավման պայմաններում իրենք այս ամեն ինչը գիտեն այսինքն այնքան են հետևել եւ իրանք հասկանում են որ այս մարդը ի վիճակի չէր ոչ մի բան անելու բայց մյուս պարագայում որ ամբողջը տեսա ձայնագրվում է ով որ մոտեցավ ով որ այդտեղ կներեք մի հատ շնչեց կամ արտաշնչեց ամեն ինչը իրենք գիտեն Պարզ չի, որ եթե անցել է 18 ժամ, շուրջ 18 ժամ, չկա կալանավորված մարդ, կալանավորված դատական ակտով եւ գտնվող արմավիր քրեակատարողական հիմնարկում, եթե այդպիսի մարդ կամ մարդիկ գոյություն չունեն, ուրեմն ակնհայտորեն հաստատվում է, որ սա ինստիտուցիոնալ սպանությունների շարքին դասվող գործողություն է եղել եւ մարդուն կյանքից զրկել են դիտավորությամբ իրենց այս բանը այդ իշխանության հիերարխիայում ինչ որ հարցեր լուծելու եւ իշխանությունը պահելու եւ իշխանության նաեւ օրինական կարգով պայքարողներին ուղակի մեսիջ ուղարկելու ուղակի ուղերձ տալու որ տեսեք որոշել եք դառնալ ընդդիմություն նայեք ձեր բանը այդ ապագան որն է լինելու